Ինչ համատեղ բիզնեսներ են ունեցել Ռոբերտ Քոչյանը եւ Հեյդար Ալիևը։ Եվ իրեն առաջարկել են, որ բիտումը մենք իրենցից առնենք։ Այո, Իրանից ենք բիտումը, ասի լավ էլ քայլա, մենք նաեւ սկսենք տնտեսական հարաբերություններ ձևավորել։ Ինքը ասեց, մի երկու օր դուր մտածեմ, հետ կզանգեմ։ Ասում եմ Հեյդարին զանգեցի, ասաց ինձ բետոն էինք, բիտում էինք ուզում առնենք։ Այ անասուն։ Դու Հեյդարի հետ Աֆրիկայում բիզնես եք ունեցել Ալիևի հետ, ում ես եկես էշի տեղ դնում։ Բաքու Ջեյան այդ նավթամուղն ու գազամուղը որ կառուցում էին Արտուր, քանի որ մենք կարայինք ուղիղ մեր նշանալության տակ էր զինված ուժերի հարված էինք թույլ չտայինք, չէ՞ որ կառուցվեր։ Ուրեմն Հեյդարը տենդերը տվել է Քոչյանի ճտին։ Քոչյանի հետ փող կապակցած մարդու, որ այդտեղից փող աշխատի Քոչյանը, որ հայկական զինված ուժերին արգելի հարված են։ Այսինքն սա փաստ է, չէ՞ Արտուր։ Մենք այդ ով որ այդ կառուցել է, ով որ այդ տենդերը շահել է, Ադրբեջանում հայը տենդեր շահեց։ Այդպես բան որտե եք տեսել Արտուր։ Կես կիլո պեսոկ չէին կրա առնեին կամ անցկացնեին Ադրբեջանով Թուրքիայով փագեր սահմանը։ Ուրեմն Քոչյանի օրոք Բարի Ալիևը հայ ինչ-որ մի հատ հայ, որ կապված է Սեյցակ Քոչյանի հետ լրփիտեղու հետ, այսպես ասած, կասեմ քեմ ես sense լրփիտեղա ասում արդեն, դու կարմիր գծեր են անցել, ուրեմն այդ հայը տենդերը շահում ու սարքում է այդ տրուբեն, նավթամուղը, գազամուղը Ադրբեջանով, բանով sense Թուրքիայով սարքում է սիրում։ Բա ռոք դրանից խոսա, այ կեղտ։ Ինչքան փող ես առել թուրքերի հետ։ Այն Աֆրիկայի հանքը բացահայտեցինք, չէ՞ Արտուր, Սուդանի, որ ձեռներից վեկարել են։ Այնտեղ ոնց են վեկարել, պատերազմը սկսվե, տեղի այդ հեղափոխականները եկես լինեսում գործաննա։ Ասեն Քոչյանի ու Ալիևի, ասեն դավայ պետականացեք։ Դուք էլ ոչ մի բան չունեք ստե։ Ու հիմա ինքնույա կինը Բելան, այն որ Պորնիկի տղա կար Մոսկվաց մեր սուրբ կինը, այն որ իա կնգանից խաբար չի։ Այդ սուրբ կինը այնտեղ հետախուզման մեջ է։ Այդ հոդվածն էլ կա, այդ ինֆորմացիան կա, չէ՞։ Այդ ինչ երեխաների թրաֆինգի մեջ են մեղադրվում Աֆրիկայում, բա Քոչյանը Ռոբերտ, որ ժամանակին Աֆրիկայում այտենց առույց էի խփում, քեզ թագավորի տեղի էր ընդ դրե։ Բա հիմա խի չի գնում Աֆրիկա Արտուր։ Գիտես քիչ, որտեվ գիտես ինչ կանեն այնտեղ, սրան ու սրա ընտանիքին։ Այնտեղ ման են գալի իրանց։ Փախել, այնտեղից էլ են փախել սրանք։ Ու հիմա ասում է ես էլ առևտուր կանեմ։ Դու միշտ էլ առևտուր արել ես, սկսենք այդտեղից, այ Աբդուլհամիդի քութիկ։ Բայց պատակն է, որ այդ երիտ թուրքերի քութիկներին, դաշնակներին հավաքել է իր կողը, կուշտը, ցուցակ են կազմում։ Ինչ ուզում եք անեք, արա, դուք Սովետաշենի Զիբիլյանոցն եք հայտնվելու, շատ շուտով։ Ու 2026 թվականին հայ ժողովուրդը սրանց քվե չի տալու Արտուր։ Մենք դրան հասնելու ենք։